Տիրոջ անունը փառաբեր, քուրես ջան, եղբայրներ ջան։ Աստված ամեն մեկի սրտին եւ օգնական լինի, որ միջերեջ մենք հավատարիմ մնանք։ Տերն օրհնի եղբայրներից, ուղղակի մի քանի խոսք եմ ուզում ավելացնել եւ կուզեի, որպեսզի այսօր մենք լուրջ ուշադրություն դարձնենք։ Ամեն եղբայրը խոսեց իմաստության մասին։ Երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, քիշեք շատ տեղեր, ամենակալ Աստված առաջինը մեզ հիշատակում է Մատթեոս ավետարանի մեջ հետևյալ տողերը, քիշեք 7:24-ից մինչև 27 համարները։ Ինչ էր ասում ամենակալ Աստված, որ իմաստուն մարդ իր տունը շինեց ղվեմի վրա։ Կամ երբ որ մենք նայում ենք Մատթեոս ավետարան 25-րդ գլուխ, իմաստուն եւ հիմար կույսեր։ Եղբայրներ քույրեր, ուղղակի կուզեի, որպեսզի մենք լուրջ ուշադրություն դարձնենք։ Ամենակալ Աստված մեզ ամեն մեկից տվել է իմաստություն։ Չկա այստեղ որևէ մեկ անձնարարություն, որին որ ինքը Աստված հանկարծ չուզենա տա։ Բայց այս միտքը բազում անգամ խոսվել է, նորից ուզում եմ անդրադառնալ այդ մտքին, ուշադրություն դարձեք Տիրոջ խոսքը ինչ է սորացնում ինձ եւ քեզ։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գիրքը, ամենակալ Տիրոջ խոսքը ամեն մեկից հետևյալն է սորացնում։ Գրված է Սուրբ Գրքի մեջ, որտեղ որ Տերը այս մտքով մեզ ուզում է բերել հետևյալն։ Երբ որ մենք խոսում ենք իմաստության մասին, շատերը խորը մտածում են, որ իմաստությունը, որ անձնավորությունը, մարմնավոր գիտելիքներ ունի, բարձրագույն ուսումնական հաստատությունը, չէ, քուրես ջան, եղբայրներ ջան։ Երբ որ մենք նայում ենք Պետրոսը, Հովհաննեսը, ցեգնոցներ են, բայց ամենակալ Աստվածը մարդկանց տվեց իմաստություն։ Իսկ ինչ կերպ է տրվում մեզ ամեն մեկից։ Ուզում եմ հիշատակել Ելից 36-րդ գլխի 2-րդ համար, այս մասին բազում անգամ ես խոսել եմ։ Նայեք ինչ ասում Տիրոջ խոսքը։ Մովսես կանչեց Բեսելին, Ողիապին եւ ամեն սրտով իմաստուն եղողներին։ Բեսել, Ողիապ եւ մնացած մարդիկ ոչ թե իմաստուն են եւ Աստված Մովսեսին մի տվեց, ասեց այդ իմաստուն մարդկանց կանչիր։ Ես գիտեմ ընդամենը մեկ բան, ամենաառաջնայինը, որ իմաստությունը վերից իջած իմաստությունը տրվում է Աստծո կողմից։ Մարդկային իմաստություն կա, իսկ մարդկային իմաստության վերջը ամեն մեկս գիտենք, որ պրոբլեմ է։ Հիշեք Սուրբ Գրքի մեջ մարգարեության մեջ գրված է, որ քեզ խանգարողը քո մարդկային իմաստությունն է։ Հավատքին խանգարողը մարդկային իմաստությունը եւ մարդկային բանականությունն է։ Շարունակության մեջ ինչ է գրված։ Որի սրտի մեջ Եհովան իմաստություն տվավ։ Այսինքն Բեսել, Ողիապ իմաստուն չէին։ Աստված էր այդ իմաստությունը տնել։ Շարունակության մեջ գրված է, ինչու համար այս մարդկանց սրտի մեջ ամենակալ Աստված իմաստություն տրեց։ Այսինքն այն ամենը, որի սիրտը փափակում էր գործի մտնել եւ գործենալ։ Եթե որ դու փափակում ես գործի մտնել, գործել, Աստված անպայման այդ իմաստությունը կտնի քո սրտի մեջ։ Քուրես ջան, եղբայրներ ջան, Աստծո առաջի ծրագիրը եղել է ծննդոց առաջի գլխից մինչև հայտնության վերջ, որ մարդը իրեն հետ ապրի հավիտյանս հավիտենից։ Եվ երբ որ մենք նայում ենք, ամենակալ Աստված ամեն ինչ արեց, թե մարգարեների միջոցով, թե իրեն զորությունների միջոցով, բայց մարդը նորից նույն վիճակին էր անդրադառնում։ Եվ սա էր պատճառը, որ Աստված ստեղծեց եկեղեցին, որը Քրիստոս մարմինը։ Եկեղեցին ձևակերպեց Քրիստոսի հարությունից հետո։ Այսօր այդ եկեղեցին կա, որն է եկեղեցու Տերը, ապրել այդ կյանքով եւ Տիրոջ անունը փառավորել։ Եղբայրներ քույրեր, ուղղակի խնդրանքս հետեւյալն է, մենք այսօր երբ որ մենք նայում ենք մեր իրական վիճակին, շատ անգամ տեսնում ենք խնդիրները, խնդիրները, բայց մենք չենք լուծում։ Ուշադրություն դարձեք, երբ որ կարդում ենք Հակոբու թղթերի մեջ, 3-րդ գլխում ամենակալ Աստված Հակոբու շուրթերով ինչ է սովորեցնում ինձ եւ քեզ։ Բայց վերին իմաստությունը նախ եւ առաջ սուրբ է։ Սուրբ նշանակում է առանց խառնուրդի։
Սուրբ նշանակում է առանձնացված։ Բազում անգամ խոսվել է այս մասին, երբ որ մենք կարդում ենք ամենակալ Տիրոջ խոսքի մեջ գրված է, որ Աստված մեզ ընտրել է ինչի համար, որ մենք իրենը լինենք։ Սուրբ նշանակում է առանձնացված իրեն համար։ Բայց հետաքրքիր է, մենք շատ անգամ մեր կյանքի մեջ ունենք խառնուրդ։ Աստված սա չի ուզում։ Հետաքրքիր է, ինչի համար ինքը Հակոբին Ծննդոց գրքի մեջ երբ որ կարդում ենք 32-րդ գլուխ, Հակոբը մնացել էր մենակ Աստծո հետ Փանուելում եւ հարցրեց ինչ է անունդ, որն է նպատակը։ Աստված խառնուրդ չի սիրում, տարասերտ բնույթ չի սիրում։ Աստծո նպատակը հետեւյալն է, որ մենք այդ վիճակը ունենանք։ Եվ գրված է առաջինը նախ եւ առաջ սուրբ է։ Առանց խառնուրդ է։ Այսօր մեր կյանքի մեջ երբ որ մենք նայում ենք, այդ խառնուրդը կա։ Ամենամեծ ցավը սա է, ես չեմ ասում, որ մենք աշխարհի մեջ պիտի չապրենք, պիտի չաշխատենք, չէ, քույրս, եղբայրս, այսօր առաջնայինը մեր մեջ ինչ հավատ կա։ 10 կույսերն էին, 5 իմաստուն, 5 հիմար։ Գրված է, որ 10 էլ ունեին սպիտակ հանդերձներ, 10 էլ լապտեր ունեին, 10 էլ սպասում էին Տիրոջ ինչի համար, այն 5-ը չունեցան այդ փրկությունը։ Որն էր պատճառը։ Որտեղ խառնուրդ կար։ Եվ Աստծո խոսքը ինձ եւ քեզ ասում է, բայց վերին իմաստությունը նախ եւ առաջ սուրբ է, հետո խաղաղարար։ Հիշում եք Սուրբ Հոգու պտուղի վրա, երբ որ մենք կարդում ենք ամենակալ Աստված Եփեսոսի եկեղեցու մեջ, ներողություն, Գաղատացիս եկեղեցու մեջ 22-ից ասում է հետեւյալ, բայց Հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն։ Այսօր Աստված ինձ եւ քեզ խաղաղության պաշտոն է տվել։ Իմաստուն մարդը ամեն կերպ այդ խաղաղությունը կվերականգնի։ Այսօր խոսում ենք եղբայրներից մեկի հետ, ընդամենը պարզ համար, երբ որ մենք կարդում ենք Մատթեոս ավետարանի մեջ, 5-րդ գլխում ինքը Տերը ինձ եւ քեզ հետ խոսում է հետեւյալ, երբ որ ես եւ դու ինձան մատուցում ենք սեղանի վրա, Աստված ասում է, եթե հիշես թե եղբայրդ քեզ դեմ բան ունի, թող սեղանի վրա անցան գնա հաշտվիր։ Այսօր իմաստուն մարդ այս քայլը կանի, ինչու համար։ Եթե այսօր հաշտված չես, երկինքը քեզ համար փակ է։ Նշանակություն չունի, ինքը վատն է, ամենաչար կերպով է քեզ հետ վարվե։ Աստված քեզ ասում է, վերին իջած իմաստությունը նախ եւ առաջ սուրբ է, երկրորդը խաղաղարար։ Եվ Աստված ասում է, որ քեզ ինքը Աստված խաղաղության պաշտոնն է տվել։ Հիշվեց հետևյալը, երբ որ մենք նայում ենք շատ անգամ մենք օգտագործում ենք հետևյալ միտքը, որ մենք Աստծո փառքի համար ամեն բան անում ենք։ Սիրելիներ, ուղղակի ուզում եմ այս համարը միշտ հիշենք։ Առաջին Հոբի 22-ի երկրորդ, երրորդ համարներն եմ կարդում։ Միթե մարդը Աստծո համար օգտակար է, այլ միայն իրեն համար է օգտակար խելացին, այսինքն իմաստունը։ Ամենակարողի հաճությունը կլինի, եթե արտար լինես կամ եկշա, եթե քո ճանապարհները ուղիղ անես։ Եվ 35-ի 6-7 համարներում նայեք ինչ ասում։ Եթե դու մեղանչես նրան դեմ, ինչ արած կլինես։ Եվ քանորությունը, որ շատանա նրան ինչ կանես, կամ եթե արտար լինես, ինչ կտաս նրան, կամ նա ինչ կառնի քո ձեռքիցը։ Քուրս, եղբայրս, այսօր մեզ պետք է, որ ես եւ դու այդ իմաստությունը ունենանք։ Իմաստուն մարդը իրեն տունը կշինե վեմի վրա, Աստծո խոսքի վրա։ Չեմ ուզում Հակոբես թղթի վրա կան կառնել, այնտեղ բազում համարներ կա, այնտեղ երբ որ մենք կարդում ենք գրվածը սուրբ է, հետո խաղաղար, հես, հլու, ողորմությունով, բարեպետողներով լիքը, անկողմնասեր եւ անկեղծ։ Ակիշեք թվոց 12-ի 3-րդ համարի մեջ գրված էր Մովսեսի համար, որ Մովսեսը հես անձնավորություն էր։ Հես չի նշանակում գլուխը կախել, անպատվեն, պրոբլեմներ ստացեն, ինքը ցան չանի, հես նշանակում է լսող։ Մովսեսը լսում էր ամենակալ Տիրոջը։ Ընդամենը մեկտեղ պրոբլեմ ունեցավ, մեկտեղ չլսեց եւ իրեն համար այդ երկիրը փակվեց։ Քույրս, եղբայրս, ուղղակի խնդրանքս հետևյալն է,
Այսօր մեզ պետք է լինել իմաստուն։ Իսկ այդ իմաստությունը Աստծո խոսքի մեջ է։ Թող Աստված օգնական լինի մեզ ամեն մեկից։ Չգիտեմ, այսօր երբ որ մենք նայում ենք երկիրը իրոք շատ խառը վիճակի մեջ է։ Մենք շատ անգամ խառնված ենք երկրի խնդիրներով, դժվարություններով, բայց այսօր խառնված չենք մեր իրական վիճակով։ Իմաստուն մարդը այսօր պիտի գիտակցի, aber իր տունը պիտի շինի վեմի վրա։ Իմաստուն մարդը պիտի այսօր գիտակցի, որ ժամանակահատվածն է յուղը հավաքելու։ Թող Տեր օգնական լինի մեզ ամեն մեկից։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Եկեղեցին մենք ենք։ Դու եւ ես։ Եկեղեցին ձևակերպել է Քրիստոսի մեջ։ Եկեղեցին կար, եկեղեցին Քրիստոսի մեջ էր։ Երբ որ մենք նայում ենք, Ադամի մեջ էր Եվան, իսկ Քրիստոսի մեջ եկեղեցին։ Եվ Աստծո նպատակը սա է, որ եկեղեցին ապրի սուրբ կյանք։ Ինչ եք մտածում, եթե մարմինը սուրբ է, գողը սուրբ կլինի, թե չէ։ Թող Աստծո անունը փառավորվի։ Ուղղակի հորդորս խնդրանքս հետևյալն է, որ ես եւ դու այսօր լուրջ ուշադրություն դարձնենք մեր վիճակի վրա եւ այնտեղ վերջում էսև էր գրված վերին իմաստությունը նախ եւ առաջ սուպը վերջում գրված է անկեղծ։ Այսօր մեզ պետք է անկեղծ լինել։ Եթե այսօր անկեղծ ես, ինքդ քեզ հետ խնդրեմ է, անկեղծ ես քրոջդ եղբորդ հետ խնդրեմ է, անկեղծ ես եկեղեցում սա խնդրեմ է։ Թող երկնավոր Տիրոջ անունը